I've been trying to fly for a long time. I guess if I don't stop trying, I haven't lost. Ես եմ 20 տարի առաջ։ Կողքիս էլ եղբայրս է։ Սա էլ այն ժամանակվա իմ ամենասիրելի հաղորդումն է՝ Դեվիդ Կոպերֆիլդի շոուն։ Առաջին անգամ, երբ տեսա այս հաղորդումը, հավատացի, որ հրաշքներ իսկապես լինում են։ Ու այսպես 4 տարեկանից սկսեցի երազել, որ մի օր կհանդիպեմ իսկական հրաշքի ու հրաշագործի։ Ես Անին եմ ու հավատում եմ հրաշքներին։ Ստամբուլում հայտնվել եմ մեկ նպատակով։ Ուզում եմ այստեղ հրաշք տեսնել։ Իմ ձախ կողմում Ստամբուլի ասիական հատվածն է, աջում եվրոպականը։ Լսել եմ, որ Ասիան եւ Եվրոպան բաժանող կամ միացնող Բոսֆորի նեղուցի երկու կողմերում էլ հրաշագործներ են ապրում։ Նրանց հանդիպելու համար պետք է ճիշտ տեղում, ճիշտ ժամին հայտնվել։ Թուրքիայի լավագույն հրաշագործին ես հանդիպեցի այստեղ, Բիլգի համալսարանում։ Քուբիլայ Թունջեր, այս պահին նա դասախոսություն է կարդում, սովորական դաս է, արվեստի պատմություն։ Ուսանողներն էլ բոլոր ուսանողների նման սպասում են զանգին։ Նրանց մտքով չի էլ անցնում, որ իրենց խիստ դասախոսը երեկոյան իսկական հրաշագործ է դառնում։ Met this lady, Lisa Mena. 20-22 տարեկան էի, երբ հանդիպեցի Լիզա Մենա անունով մի ամերիկուհու։ Այդ ժամանակ ես զբոսավար էի աշխատում։ Հանդիպեցինք Թուրքիայում ու նա ինձ հրաշագործական մի հնարք ցույց տվեց։ Շատ զարմացա։ Նա ասաց, որ պրոֆեսիոնալ հրաշագործ է։ Մենք մի փոքրիկ սիրավեպ ունեցանք։ Գնացինք Ամերիկա ու սկսեցինք աշխատել միասին։ Ես նրա օգնականն էի, այն մարդը, որը միշտ մտնում է տուփերի մեջ։ Սովորական հրաշք է տեղի ունեցել։ Սիրային պատմությունը փոխել է երիտասարդի կյանքը։ Երևի դրա համար էլ Թունջերը իր ներկայացումը անվանել է սովորական հրաշքներ։ Սցենարները գրում է ինքը, ինքն էլ բեմադրում։ Իմ հրաշագործությունը շատ է տարբերվում աշխարհի այլ վարպետների արածներից։ Ես միաձուլում եմ հրաշագործությունն ու թատրոնը։ Հենց դա էլ իմ աշխատանքը յուրահատուկ է դարձնում։ Ինձ համար առանց խորը իմաստի հրաշագործությունը աղբ է։ Ես հրաշքներն օգտագործում եմ թատերական էֆեկտ ստանալու համար։ Ես խոսում եմ մարդկանց զգացմունքների մասին մետալինգվիստիկ մակարդակում։ Ահա թե ինչ եմ ես փորձում անել։ Yastığının üstünde kocaman kırmızı bir gül var. Sonra Թունջերը ինձ զարմացրեց նաև բեմից դուրս։ Պարզվում է իրական կյանքում նա հրաշքների չի հավատում։ Բեմից դուրս իր աշխատանքը համարում եմ անհոտ անհամ սովորական ֆոկուս։ Well, some people enjoy being Որոշ մարդկանց օրվա մեջ 24 ժամ հրաշագործ լինելը հաճույք է պատճառում։ Նրանք հրաշագործական ռեկվիզիտը գրպաններում են քայլում, սպասելով հարմար առիթի, որ իրենց հրաշքները ցույց տան։ Դա նորմալ է, բայց ոչ ինձ համար։ Դա ինձ չի սազում, իմ բնավորությանն ու անձին հարիր չէ։ Գիտեք, մարդկանց խաբելը շատ լուրջ բիզնես է։
Երբ ես բեմի վրա եմ, կարողանում եմ միջավայրն ու պայմանները կառավարել, լուսավորությունը, հագուստը, նման այլ բաներ։ Բայց իրական կյանքում օրինակ գնալ սուպերմարկետ ու ասել. տեսնում եք այս լիմոնը, հոպ, դուք այլևս այն չեք տեսնի։ Այդ դա արդեն ինձ անիմաստ է թվում։ Երևի դրա համար էլ մեզնից ոչ մեկը չի տեսել Դեվիդ Կոպերֆիլդին սուպերմարկետում թռչելիս կամ էլ լիմոններ անհետացնելիս։ Չնայած դրան, պարոն Կոպերֆիլդը վեր է ամեն քննադատությունից։ Նա չափազանց տաղանդավոր մարդ է։ Նա հանճարեղ է, մեծ արտիստ։ Ես սիրում եմ նրան։ Իմ կարիերայի մի շատ կարևոր մասի համար ես հենց Կոպերֆիլդին եմ պարտական։ Ինչու՞։ Պարտական եմ նրա ստեղծած աշխարհի, նրա պրոֆեսիոնալիզմի, նորարարությունների համար։ Այո, կարծում եմ Դեվիդ Կոպերֆիլդը հրաշագործության Էրիկ Քլեպտոնն է։ Անկեղծ ասած, ես գիտեմ Կոպերֆիլդի հրաշքների գաղտնիքները, բացառությամբ մի քանիսի։ Այդ մի երկու դեպքի համար էլ համոզված չեմ, թե կոնկրետ ինչ մեթոդ է օգտագործում։ Դրանք այն մի քանի հրաշքներն են, որ ժամանակակից հրաշագործի հնարավորությունների սահմաններից դուրս են։ Կարող եմ անել այն, ինչ Կոպերֆիլդն է անում։ Ոչ։ Ոչ բոլորը։ Ոչ, երբեք։ Անհնար է։ Դե ես օրինակ թուրքերենով կատակներ եմ անում։ Իհարկե, Ստամբուլի ոչ միայն եվրոպական մասը կարող է պարծենալ իր հրաշքներով։ Այժմ գլուխ գովալու հերթը ասիական Ստամբուլինն է։ Ստամբուլի ասիական հատվածում ես գտա Եվրոպայի ամենայուրահատուկ հրաշագործական խանութը։ Պատկերացում չունեմ ինչն ինչի համար է, բայց համոզված եմ հրաշագործի ձեռքերում սրանք հաստատ հրաշքներ են անում։ Merhabalar, ben bu işe 1900 Խանութը բացել եմ 1981 թվականին։ 30 senelik bir geçmişi var mağazanın. Տեսնում եք 30-ամյա պատմություն 20 ունի։ yılında illüzyonla uğraşıyorum. Türkiye'de 20 տարի է ինքս եմ հրաշագործությամբ զբաղվում։ firma olmadığı için ben kendi çeşitlerim. Քանի որ Թուրքիայում հրաշագործության համար նախատեսված առարկաների խանութ չկար, bilgi ve birikimimi իմ միջոցներով բացեցի այս խանութը։ bu mağazayı açtım. Bu arada illüzyonistik ve Այս տարիների ընթացքում շատերին եմ սովորեցրել hրաշքներ գործել։ Türk çocuklarına onları yetiştirmemde. Խանութը բացելու նպատակներից մեկը նաև թուրք երեխաներին հրաշագործ dարձնելն է։ Çocukları çok sevdiğimdir. Ես երեխաներ շատ եմ սիրում։ İllüzyonist olarak yetiştirmek istedim. Sallayıp bedilmiş. O bir bedildi efendim. Mersi. Teşekkür ederiz. Bu geçen 15 sene Անցած 15 տարիների ընթացքում 100-ից ավելի աշակերտներ եմ ունեցել։ aşağı yukarı 100'ün üstünde Փորձել եմ çok նրանց daha fazla հրաշագործություն öğrenciyle սովորեցնել։ çalıştım ve onlara Նրանք հիմա Թուրքիայի տարբեր ծայրերում են՝ Ստամբուլում, Անկարայում, Ալանիայում, Անտաքիայում, Իզմիրում։ 100'ün üstündedir mutlaka. Արտերկրից եկած աշակերտներ էլ ունեմ։ Գալիս են, որպեսզի հրաշքների համար առարկաներ, նյութեր գնեն։ İzmir'de Դե ես էլ սովորեցնում եմ, թե դրանց հետ ինչպես պետք է աշխատել։ Դրա համար էլ եթե նույնիսկ արտերկրից են, ելի իմ աշակերտներն են։ Պարզվում է, ամեն մարդ չէ, որ կարող է այս խանութից ինչ-որ բան գնել։ Հրաշքների չես հավատում։
Միտքել չունես հավատալու, ուրեմն մնաս բարով, այստեղ անելիք չունես, քեզ մնում է միայն նայել, թե ինչպես են ուրիշները հրաշքներ անում, այդքան բան։ 2 tane sünger top. Bu bird, bu rabbit. Okey. Bird, rabbit. Rabbit. Bird bende. Rabbit. Kapatın lütfen. Açar mısınız? Evet. Peki şunu yapalım. Ben Türkiye'nin en hızlı düğüm atan... Ուզում եմ սա ձեզ ցույց տալ։ Ձեռքիս մեջ սովորական կարմիր պարան է։ Քարկապ եմ անում այս ծայրից։ Տեսեք։ Tamam, okey. Getiriyorum. Երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը։ Հիանալի է, չէ՞։ 5. bir düğüm. Teşekkür ederim efendim. Nasıl? Güzel değil mi? Mükemmel. Շնորհակալություն։ Teşekkür ederim. Էրդեմի համար ամբողջ կյանքն է հրաշք։ Բեմում լինի թե իր խանութում, տանը թե փողոցում, նույնիսկ պետական ատյաններում։ Nereye gitsem? Հրաշագործությունն իրոք շատ հիանալի երևույթ է։ Ուր էլ որ գնում եմ, ինչ հարցով էլ դիմում եմ որևէ ատյանի, մի քանի ֆոկուս եմ ցույց տալիս եւ բոլոր դռները բացվում են իմ առաջ։ Magic. Mükemmel. Tabii yapıyorum. Her gittiğim yerde. Որտեղ էլ լինեմ, միշտ գրպանումս եմ պահում իմ հրաշագործական իրերը։ Hemen çıkar bir şeyler yaparım mesela. Այդ թեկուս հենց հիմա ձեզ մի հնարք ցույց կտամ։ Տեսեք, թաշկինակը հանեցի, մտցնում եմ ձեռքիս մեջ, elime. եւ թաշկինակը չքացավ։ Nerede? Որտեղ է։ Bak, burada derim. Հիմա նորից դնում եմ ձեռքիս մեջ ու հոպ, ահա թաշկինակը։ Buradan çıkarırım. Bu Սա է benim իմ կյանքը։ Սա էլ Էրդեմի գլուխ գործոցն է։ Ուշադիր նայեք։ Tam üstüne. Ես, որ մոտիկից եմ նայել ու հետո մի քանի անգամ տեսագրությունը հետ առաջ եմ տվել, այդպես էլ չհասկացա, թե ինչ կատարվեց։ Okey. Merhaba. Black, red. Red. Right. Avucunuzu açın. Hı. Red. Black. Getiriyorum tam üstüne koyuyorum. Bir dakika. Mükemmel. Teşekkür. Էրդեմին շատ համոզեցի, որ բացի գաղտնիքը, բայց իզուր։ Ականջիս օղարեցի հրաշագործների առաջին ու ոսկե կանոնը։ Ոչ ոքի մի բացահայտ իր գաղտնիքը։ Alırım parayı tekrar. İyi, hoş geldin. Գնորդներին միշտ Էրդեմն է դիմավորում։ Իսկ նրա հարյուրավոր աշակերտներից մեկը օգնում է մանր-մունր գործերում։ Ձեռքի հետ էլ սովորում։ Aslında bu işe ne zaman başladım? 8 sene önce başladım. Այստեղ Ve եկել է ufak ինչ bir որ բան yapboz գնելու։ oyunu almaya gelmiştim. Hatırlıyorum şu kapıdan girdiğim zamanı. Հիշում եմ, որ երբ ներս sürekli էի մտնում, korkarak ոտքերս girdim դողում էին, içeriye. վախենում էի։ Ne alacağımı bilemedim. Ondan sonra Erdem Bey beni karşıladı sağ olsun. Şu Բայց anda Erdem Bey'in o gün inşaat laf gözlerim de դիմավորեց։ canlanıyor ve gözlerimdeki ufak yaşlanmaları, sularımı Ես խաղալիք էի hissedebiliyorum. ուզում գնել, բայց այստեղ հրաշագործական առարկաներ Erdem էին։ Bey beni çok güzel şekilde karşıladı. Ben oyuncak alacaktım buradan. Նայեցի, Ama o sırada ուսումնասիրեցի, ufak որոշեցի sihir հրաշագործ aletleri vardı burada. դառնալ։ Onları gördüm, izledim. Sonra ben bu Գործիքները yapbozu almak գնեցի ու yerine սկսեցի bu ինքս ինձ illüzyona կատարելագործել։ başlamaya karar verdim. Ufak ufak aletler almaya başladım. Kendimi geliştirmeye başladım. Կամ ես եմ մնացել Կոպերֆիլդյան դարում, կամ էլ այս տղան դեռ սովորելու տեղ ունի։ Իսկ հրաշագործ դառնալու համար բոլոր նախադրյալները կան։ Հմայի չէ եւ անվերապահորեն հավատում է հրաշքներին։ Էրդեմի խանութում նույնիսկ թեյն է արտասովոր թվում։ Ես դժկամությամբ եմ թողնում այս խանութ արվեստանոցը։ Մի քանի հրաշքել ցույց տուր Էրդեմ Բեյ, ով գիտի, մեկ էլ երբ քեզ կտեսնեմ։ Evet. Hokus pokus.
Oh. 1, 2, İki, 3. Hokus Hokus. pokus. Hokus. Gösterirsin. Bunu gösterirsin. Buyurun. Tabii ışık parlayacak, ışık parlayacak. İnsanların mutlu olması için yaptıkları Պետք է սիրել այն բոլոր գործերը, որոնք մարդուն երջանկացնում են։ Իմ աշխատանքն այդպիսին է։ Ve güzel şeyler yapıyorum. İnsan ne Ես այն yaparsa շատ եմ yapsın սիրում iş ու ինքս էլ անչափ onu երջանիկ եմ։ sevmek zorunda. Severse çok güzel şeyler olur. Ben Եթե güçlü նորից olarak ծնվեի, bunu ediyorum. կրկին հրաշագործ Her şeyi կդառնայի։ seviyorum. Yaptığım işi seviyorum ve sanıyorum bir şeyler yapabiliyorum. See, I've been trying to fly for a long time. I guess Ես Անին եմ ու հավատում եմ հրաշքներին։ Դրա համար էլ հաստատ իմ որոնումները չեմ դադարեցնի։ Ու գիտեմ, մի օր Դեվիդ Կոպերֆիլդի ներկա հանդիպեմ։